Անկանան թրջում անգամ ես չեմ հասկանում Խելահեղ ռիթմեր են, գունեղ էներգիա ու պարելու կանչող հնչյուններ։ Գյումրիի դալաններում տրամադրությունը ֆանտաստիկ է, հնչում է ռոք, բաց երկնքի տակ։ Հենց այս նույն դալաններում ժամանակին երիտասարդական ռոք խմբերն են ստեղծագործել, երգել ու պարզապես գունեղ էներգիա հաղորդել քաղաքին։ Այդ նույն էներգիան, նույն ոգով ու նույն ռիթմով վերադարձել է Դալան ֆեստի շրջանակներում։ Շատերի համար ռոքը հզոր էլեկտրական կիթառի, ազատ շարժումների, ուժեղ ու երբեմն դժվար ընկալելի ռիթմերի երաժշտություն է, որը ոչ բոլորն են սիրում ու լսում։ Բայց եզակի ճարտարապետություն ունեցող քաղաքի դալաններից կամ թոլերից հնչողը միանգամայն այլ բան է։ Այստեղ ռոքի միախառնումն է ազգային երաժշտությանը։ Հնչում է էթնո-ռոք, ժողովրդական երգերի մշակումներ ու հեղինակային ստեղծագործություններ։ Ու հենց սա է, որ առաջին վայրկյաններից գրավում է դալանի տակ հավաքվածներին։ Չորս երաժիշտ կատարողներից կազմված տիեզերք խումբը նաև 2019-ին առաջին փառատոնի ժամանակ նվագել է հենց այս դալանում։ Դալանները շենքերի պակեր տանող կամարակապ անցումներ են։ Գյումրեցիներն առավել հաճախ դրանք թոլ են անվանում։ Քաղաքի ճարտարապետական յուրահատուկ միջավայրի այս հատվածները զարդարված եզրաքարերով, նախշերով ու երբեմն նաև խորհրդանշական քանդակներով այս օրերին վերածվել էին բեմերի։ Այս միջավայրում արտիստն ու հանդիսատեսը նույն հարթության վրա են, առանց բեմի ու դահլիճի բաժանարար սահմանների։ Կանաչ շերև ու գոգոն կամիրար է ճուխնակ մոմդնոյ հոյնարնոյ Շատ սիրուն է, իրականում մենք երբ որ բեմին ենք, մենք անսահման շատ էներգիա ենք տալիս ու մեզ համար շատ թանկ է, երբ որ այդ էներգիան հետ ենք ստանում հանդիսատեսից ու ձեր նշած այդ մեկ հարթությունը շատ ավելի է օգնում այդ էներգիան հետ ստանալ, որտեղ պատնեշը ավելի քչանում է։ Ռոք երաժշտությունը ինքը վախենալու բան չէ, ինքը պատմում է մարդու զգացմունքների, այսօրվա կյանքի, լինի դա քաղաքական, լինի դա սոցիալական, լինի դա սիրո ինքը ոնց որ պոեզիան։ Դեռևս 70-ականներին Գյումրիում ձևավորված Բամբիր ռոք խումբը հրաշալի ավանդույթ է ունեցել նվագել դալանների տակ, այդ մասին կա նաև երգ, որտեղ բամբիրցիները, ավագ բամբիրցիները հրավիրում են բոլորին երգել հենց այնպես մեր մեծ կամարի տակ եւ անընդհատ հորդորում արի ժպտանք եւ երգենք միասին։ 19 թվականին էլ հիմա էլ մեր նպատակը նույնն է, ուզեցինք հավաքվել ու երգել հենց այնպես, օգտագործելով այս առիթը հանրահռչակելու համար նաև քաղաքի պատմական միջավայրը։ Երաժիշտները պարզապես չէին նվագում ու երգում, նրանք հանդիսատեսի հետ երաժշտական երեկո ու տրամադրություն էին ստեղծել։ Միասին ձայնակցում, ծափահարում ու դառնում էին ինտերակտիվ համերգի մի մասը, ռոքին բնորոշ ազատությամբ։ Ռոք երաժշտություն լսելու համար շատերը եկել էին մայրաքաղաքից։ Ձևաչափը շատ հետաքրքիր է եւ կարծում եմ, որ նման միջոցառումները շարունակական որ լինեն, կակտիվացնեն նաեւ քաղաքի մշակութային կյանքը։ Ուրախ եմ, որ խմբերը ոգեշնչվում են Բամբիրից ու հետևանքները տեսնում ենք։ Շատ լավն են, շատ։ Տիեզերքը ինքը ժանրային չունի սահմանափակումներ, հենց տիեզերքի պես մենք ընդլայնվում ենք ու ռոքը դա եւս մեկ միջոց է, որպեսզի պատմենք այն ինչ որ մեզ հետ է կատարվում։ 7 տարվա դադարից հետո փառատոնը վերադարձավ քաղաքի մշակութային կյանք։ Հին դալանները, նոր սերնդի երաժիշտներն ու նրանց շուրջ հավաքված հանդիսատեսը մեկ ընդհանուր միջավայրում ցույց տվեցին, որ ռոք երաժշտությունն այն էներգիան է, որն իսկապես անհրաժեշտ էր։ Այսօրին մենակով եմ փորձում ասել, բայց երբեմն օգնությունը պետք է նույն որ շարունակեմ։ Շուտը ամեն ինչ կասկածոյնացած չեմ թողի։ Երաժշտական մեկ այլ ժանրի ու ոճի էներգիան, տրամադրությունն ու գույները Գյումրի կվերադառնան օգոստոսի վերջին շաբաթում։ Քաղաքը ջազ է լսելու արդեն թանգարանների պակերում։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։